Ռոբերտ Քոչարյանը վերջերս իրենց նոր սկսած նախագծի շրջանակներում հիշել էր ձեր այն հայտարարությունը, որ եթե պատերազմ լինի, Թուրքիան Ադրբեջանին չի աջակցի, այնուհանդերձ նաև անկախ Քոչարյանի հայտարարությունից մենք տեսանք, որ ձեր կանխատեսումը իրական չէր։ Դուք ինչի հիման վրա եք նման հայտարարություն արել։ Շնորհակալություն հարցի համար։ Նախ այդ ոդքասթում 3 հաստատական սխալ կար, որին կապակցությամբ ուզում եմ ձեր ուշադրություն հրավիրել։ Հաստատական սխալ համար 1 Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ այդ ճեպազրույցը եղել է պատերազմից 1 շաբաթ առաջ, դա եղել է հուլիսին, սա հաստատական 1 սխալ։ Երկրորդ սխալը, որ Ռոբերտ Քոչարյանը նշում է, ես ասում եմ, որ պատերազմը չի լինելու, Տիկին Գրիգորյանը նրան ուղղում է և ասում, որ ուրիշ բան է ասվել։ Եվ երրորդ հաստատական սխալը այն է, որ դա եղել է Լեռնային Ղարաբաղի կոնտեքստում, այնինչ դա եղել է Հայաստանի Հանրապետության մասին և հարց հնչել է Տավուշյան մարտերի վերաբերյալ։ Իսկն սա 3 հաստատական սխալ։ Բայց եթե անդրադառնանք այնուամենայնիվ այն կոնտեքստին, ինչի կապակցությամբ հնչում է հարցը կամ հարցադրումները հնչում են, 2020 թվականին և դրանից առաջ, ինչպես շատերը, այնպես էլ ես բնականաբար, եթե խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության իշխանությանը, ապա մենք բոլորս վստահ ենք, որ այն անվտանգային համակարգերը, որոնք գործում էին Հայաստանի Հանրապետության համար, այսինքն կային գոյություն ունեին, մասնավորապես ՀԱՊԿ-ը և Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ ռազմաքաղաքական դաշինքներ, դրանք կգործեին, իհարկե կոնտեքստը դա չի եղել այդ ճեպազրույցի, բայց եթե անգամ մենք անդրադառնանք նման հարցադրմանը, ապա բնականաբար իմ մտքով չէր կարող անցնել, որ ՀԱՊԿ-ը կամ ՌԴ երկկողմ ռազմաքաղաքական պայմանագիրը Հայաստանի անվտանգության առումով կարող էր չգործել։ Իսկ եթե կան ուժեր և հատկապես ընդդիմադիր ուժեր, որոնք կարծում են այն ժամանակ էլ գիտեին, որ դրանք չէին գործելու և դրա համար դա ուշադրություն է հրավիրել, ապա հարց է առաջանում, թե ներկա արտաքին քաղաքականության հետ կապված, ինչ նկատի ունեմ մեր իշխանության կառավարության արտաքին քաղաքականության հետ կապված, որն է տարաձայնությունը։ Տիկին Մանկուս, պարզապես ձեր պատասխանից չի ենթադրվում, որ դուք գոնե հիմա հասկացել եք, որ սխալվել եք, դուք չեք ընդունում փաստոր։ Դուք իմ պատասխանը չլսեցիք։ Չէ, տեսեք։ Հարցը առնչվել է ոչ թե Լեռնային Ղարաբաղին, այլ Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանի Հանրապետության նկատմամբ թուրքական հարձակում չի։ Շնորհակալություն Թուրքական չի։ Տիկին Մակրոնսն, ձեր խորհրդանի խոսնակ լինելու տարբերակը քննարկվել է, թե ոչ։ Ես նման քննարկումների առնվազն մասնակից չեմ եղել։ Շնորհակալություն։